Ռուանի իշխանությունը որոշել է ինչպես ստիպել զբոսաշրջիկներին ավելի ուշադիր ուսումնասիրել քաղաքի ճարտարապետական հուշարձանները։ Նրանք քաղաքում հատուկ նշաններ են տեղադրել, որոնք արգելում են փողոցում քայլել 3 կմ/ժ-ից ավելի արագ, իսկ նորորոնքի կատարմանը կհետևեն հատուկ ռադարներ։ Դեռ պարզ չէ, ինչ պատիժներ սահմանվելու այն մարդկանց համար, ովքեր կգերազանցեն քայլքի սահմանված արագությունը։ Զբոսաշրջիկները վառ տպավորություններ են ստանում ոչ միայն Փարիզի տեսարժան վայրերից, այլև փոքրիկ շնիկից, ով մանձնուրաց սահում է սկեյթբորդով։ Նրան չեն վախեցնում ոչ վերելքները, ոչ կտրուկ վայրեջքները։ Ակնհայտ է, որ շունը գերագույն հաճույք է ստանում դրանից։ United Colors of Benetton բրենդը ոչ ատելություն ակցիայի շրջանակներում պատրաստել եւ Իտալիայի փողոցներում է տեղադրել Հռոմի Պապի, ԱՄՆ նախագահի, Եգիպտացի Իմամի Չինաստանի նախագահի, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի ֆոտոմոնտաժի միջոցով մշակված պատկերները։ Կես միլիոն եվրո արժողության ոսկու ձեռագտորների փոխարեն Բրյուսել են տեղափոխվել չուգունակ կշռաքարեր։ Քննիչները շոկի մեջ են։ Տարօրինակն այն է, որ ոչ մի կողոպուտի կամ հարձակման հետ չի հայտնաբերվել։ Թանկարժեք մետաղով բեռնարկը եւ ֆուրգոնը կնքված են եղել։ Ընդ որում ոչ մի կնիկ վնասված չի եղել։ Իսկ մեքենայի մեջ գտնվող տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել։ Քրեական հանելուկ է դարձել, թե ինչպես է չարագործներին հաջողվել նման ճարպկությամբ գործել։ Գեորգի Հազրաթյան